Օրերս Նինոցմինդայի Ջավախքի ողջամիտ հասարակական կազմակերպության կոնֆերենս սրահում անցկացվեց հանդիպում Թբիլիսիից ժամանած բազմազգ Վրաստան ընդհանուր քաղաքացիական շարժում կազմակերպության ներկայացուցիչների հետ, ովքեր ներկաներին ներկայացրեցին իրենց այցի напատակն ու ծրագրերը, որոնք իրականացնելու են Նինոցմինդայի շրջանում։ Неправильно сделано. Ուրեմն տրեյնինգները կազմակերպել էր բազմազգ Վրաստան կազմակերպությունը, հասարակական եւ մեր կազմակերպությունը Ջավախքի ողջամիտ հասարակությունը հիմնական թեման, ասենք ունենք մենք սպոնսոր Եվրազիա ֆոնդը, որովհետեւ հայթայթել ասենք այն խնդիրները ժողովրդին հուզող խնդիրները եւ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելով իրենց հետ միասին այդ հարցերն են դրական լուծում տալ։ Ինչպես կարելի է ասենք լավ Երևանի advocat Երևանի այդ հարցերը ասենք առաջ տանել, հասցնել միջև իր արդյունքին։ Եվ ինչ է կարծում այն լինելու է արդյունավետ արդյունք ունենալու է տրեյնինգից հետո հասարակական։ Իմ կարծիքով այո, դրա համար մեր Ջավախքի ժողովուրդը շատ երանդով յուրաքանչյուր հարցին մոտենալը ցանկություններ կա եւ ժողովրդի կողմից եւ կառավարության մենք մի Արնոլդ Ստեփանյանի հետ հանդիպել ենք Կամկեբելի հետ ոչ մի խոչընդոտներ չկա։ Հանդիպումը անցավ բավականին ակտիվ մթնոլորտում, որտեղ մասնակիցները ամեն կերպ փորձում էին ներկայացնել այն արտիական խնդիրները, որոնք խիստ լուծման կարիք ունեին։ Դրանք էին քաղաքում մանկապարտեզի խնդիրը, շրջանային հիվանդանոցը, խմելու ջուրը եւ այլ մի շարք խնդիրներ։ Говорят, родильный дом закроют. Как можно закрыть район 32 сел и закроют родильный дом? Вот это вообще не трогает муниципалитета. Ինչ կա, բոլոր մեկ տրեյնինգները ունեն իրենց անմիջական նպատակը եւ միտքը։ Բարձր բնական էր մենք բոլոր մեկս մտադրվում ենք դեպի լավով, դեպի այսպես ասած նկատառումով, որ կատարվելու է այն լավն ու բարին, ինչ որ երբ չգիտեմ, բայց կատարվելու է։ Տրեյնինգների հիմնական նպատակը դա է։ Ընկերների, այս մեր ասած բազմազգ ընկերության ներկայացուցիչը շատ լավ, այսպես ասած, բոլոր մեկից համոզիչ խոսակցություն վարեց, անձամբ ես գոհ եմ տված իմ հարցերից եւ պատասխաններից։ Բարձր բնական որ մենք սպասելու ենք մեր հարցադրումների պատասխաններին։ Պատասխան, որը բարձր բնական է նորից եմ ասում, մեզ հուսադրելու է ոչ միայն անձնական նկատառման, այլ մեր շրջանի, մեր ժողովրդի բարեկեցության համար։ Համար 1 եւ շարունակական պրոբլեմատիկ հարցերը անձամբ ես եմ ներկայացրել որպես Սագրեբուլոյի падգամավոր, համար 1-ը մեր շրջանում եղած այսպես ասած փողոցների վիճակը եւ առաջնահերթ խնդիրներից մեկը Ճոճաշեն կոչեցյալ թաղամասի մանկապարտեզի հարցը, որը հրատապ է, որովհետև այսօրվա դրությունով մեր եղած ծիծեռնակ մանկապարտեզը այնքան շատ է թվականակը, որ նույնիսկ ժողովրդի, այսպես ասած, երեխաների կարիքը կա, բայց տեղ չկա։ Երկրորդ հարցը դա եմ ներկայացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխանին։ Համար 2 հարցը դրանք են։ Շրջանի փողոցների վիճակի հարցը, ասֆալտապատում, թե այլ կարգի մոտեցում եւ երկրորդ կարևոր հարցը քաղաքի համար նորից եմ կրկնում Ջոջաշեն թաղամասի մանկապարտեզի վերանորոգման հարցն է։ Կապած խմելու ջրի հետ դուք նույնպես ներկայացրիք։ Այո, խմելու ջրի հետ ես էլ եմ ներկայացրել, ես էլ ես քաղաքի բնակիչ եմ, զբաղվում եմ, այսինքն անձամբ ինքս հետաքրքրվում եմ այդ հարցով ու ասելու եմ հետեւյալը, որ եղածը, այսինքն տարողությունը, բասեյնը, կոմունիստների օրով եղած բասեյններ միակ, որ ամբողջ քաղաքին բավարարում էր։ Հարցին հարցով ես ներկայացրի, որ հիմա 95 թվից անցել է մոտարապես 20 տարի, 21 ու ժողովրդի պահանջը, կարիքը շատացել է, բայց բաց թողունակություն այդ բասեյնի նույնն է։ Եթե համեմատության հարցադրումով անենք, ասենք բեռնատարության հարցադրումը, այդ մարդը այդքան կարող է, դրանից ավել չի կարող։ Հետևությունը արվելու թե կարելի է եւ պետք է երկրորդը շինել, պետք է այլ տարածքներից եղած մեր Փարքաստու Ջավախք աշխարհում լիքն է, ջրառատ տարածք է մերը, հայթայթենք ջուր, որ մեր կարիքները ապահովենք։
Բազմազգ Վրաստան ընդհանուր քաղաքացիական շարժում կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի խոսքերով այս նախագիծը, որը իրականացնելու են Ջավախքի ողջամիտ հասարակական կազմակերպության եւ շրջանի ղեկավար անձանց հետ համատեղ, հնարավորություն կտան Նոցմինդայի շրջանին հնարավորության սահմաններում լուծել այն հիմնախնդիրները, որոնք առաջնային են ու անհրաժեշտ։ Сегодня у нас состоялась встреча с местным населением. В данном случае присутствовали представители неправительственного сектора, лидеры общественного мнения, просто активные жители Ниноцминда и Ниноцминского муниципалитета в целом. И целью встречи было то, чтобы мы презентовали проект, представили проект, который мы осуществляем сейчас при поддержке Фонда Европы. И этот проект учитывает то, чтобы интересы, скажем так, и нужды местного населения были максимально учтены в процессе планирования и реализации муниципального бюджета в регионе Самсхачавахет, и конкретно касается это муниципалитетов Ахакалак и Ниноцминда. Поэтому мы планируем создать группу из активистов, из 10 человек состоящую, которая будет при широкой консультации с более широкой общественностью на местном уровне. Они будут подключены активно к процессу планирования бюджета и также к процессу адвокатирования интересов, скажем так, лоббирования этих интересов и проблем, которые есть у местного населения, и также будут вовлечены в процесс мониторинга того, как эти проблемы были отражены в муниципальном бюджете и как реализовывается бюджет для того, чтобы найти разрешение этим проблемам. Было значит, названо довольно большой перечень проблем мы составили, скажем так, и я действительно надеюсь, что общими усилиями мы сможем добиться того, чтобы было реализовано минимум 2 из этих проблем, на которые мы конкретно поставим, скажем так, сделаем фокус. Какие 2 проблемы будут конкретно выбраны, это уже решит группа, которая будет создана, группа активистов, вот, состоящая из 10 человек, как я уже сказала, при консультации с другими уже будет выявлена конкретная проблема, по которой мы будем работать, потому что сегодня проблемы были названы действительно довольно широкого спектра, как в области здравоохранения, так и образования, сельского хозяйства. Поэтому проблем много, действительно. Я надеюсь, что совместно нам удастся решить, по крайней мере, некоторые из них. Ընթացող հանդիպման ծրագրի գլխավոր հովանավորն է Եվրազիա հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռնում տարածաշրջաններում տեղի ղեկավարության հետ միասին լուծել առկա հիմնախնդիրները եւ ավելի բարեկեցիկ դարձնել տվյալ տարածաշրջանի հասարակության ապրելակերպը։ Это очень актуально, потому что в большом городе только один